Նաև Տավուշում, Սովքում են հնչում կազմապաշտպանության նախարարությունը ինչ է ձեռնարկում։ Ճիշտ է, պարբերաբար հաղորդում եք, որ դրանք ուղղված չեն Հայաստանի Հանրապետության զինվորին։ Բայց ես էլ հարցս ավարտեմ, եթե կարելի է, բայց տեսանք, որ Սյունիքում կոնկրետ հենց բնակավայր եւ կոնկրետ հենց տուն էր տուժել, այսինքն դրանք նաև ուղղված են։ Ինչ է կարծում։ Առաջինը մենք բաց ենք եւ լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ եւ օբյեկտիվ։ Այսինքն երբ որ կա խնդիր, մենք ներկայացնում ենք։ Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան։ Մարդիկ խոսում են ամբողջ գիշեր, ժամերով կրակելու մասին։ Եվ նշան, ըստ էության, որ դուք ասում եք անհասցեք, մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Իսկ կուտակումներ կան։ Այս պահին ոչ, եթե նման խնդիր ծագի, բնականաբար Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը անվտանգային եթե մեր պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ պատուհաներ վնասվել, նախարարության հաղորդագրության մեջ խոսվում է, որ կրակոցները վտանգավոր չեն։ Հիմա երբ որ կրակում են կոնկրետ հասցեական պատուհանի ուղղությամբ, դրա մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն։ Նպատակով է ադրբեջանական ասում եմ, որ ավելի ինտենսիվությունը ավելի շատացել է կրակոցների եւ աշխարհագրությունն է ընդլայնվել։ Այսինքն սա դուք բնավ չեք տեսնում, որ մեծ ուժերը իրենց դիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է այս պահին ես նորից ցանկանում կրկնեմ, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է եւ որևէ խնդիր ծագելու պարագայում մենք հայ-իրանական զորավարժությունների մասին ինչ կասեք, հայ-իրանական զորավարժությունների մասին։ հայ-իրանական զորավարժությունների մասին ես շտապում եմ հայ-իրանական զորավարժությունների մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն, որը դիմել ներառում է թե նշանակությունը, թե այդ զորավարժությունների անցկացման օրերը, այսինքն ինքը համապարփակ տեղեկատվություն Ադրբեջանը հասել է պահանջել, որպեսզի տեղեկությունները հաղորդեն, եթե Հայաստանն է նախաձեռնում, այդ դեպքում իրենց մեր հաղորդագրությունները կարդում եք, մշտապես մենք դրա մասին վկայակոչում ենք։ Իսկ եթե տեղեկատվություն ստանանք, ապա նաև դրա մասին ենք տեղեկատվություն։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ հարցիկը պատասխանեք, ինչ է նշանակում վտանգավոր կրակոց, էլի։ Նշանառու կրակոց, որ ուղղված է կոնկրետ նշանակ կետի։ Բնակարանը, որ իսկ նպատակը ո՞ր է շեքանտիկով ադրբեջանցիների այսպիսի բարբերաբար կրակոց։ Ինչ նպատակ են հետապնդում, պարոն Սարգսյան։